Այն շատ փափուկ է կտրվում։ Հավատացնում եմ, դուր կգա թե փոքրիկներին, թե մեծերին։ Միջուկը լիարժեք նույնիսկ ներծծվել է խմորի մեջ, տեսեք։ Դուք կարող եք ոչ միայն այսպես փորձել, միջուկը կարող եք նաև անել խտացրած կաթով։ Այնպես որ փորձեք տարբեր եղանակներ։ Պտղունց աղ, 3 ճաշի գդալ շաքարավազ եւ հարում ենք մինչեւ ծավալով մեծանա դառնա փրփրուն զանգված։ Ահա, պետք է ստանանք այսպիսի զանգված։ 1.5 գդալ կակաոին ավելացնում ենք 2 ճաշի գդալ ալյուր եւ խառնում ենք զանգվածին։ Եվ խառնում ենք վերից վար։ Զգուշորեն, այնպես ենք խառնելու, որպեսզի մեր խմորը, այն որ ինքը հագեցել է այս պահին օդով, այսպես ասած, չնստի։ Մնա այսպես փքուն։ Ինտենսիվ չենք խառնում։ Մեր մասան պատրաստ է։ Տեսեք, օդով հագեցած մեր խմորը, ձայնը։ Մեր թավայի մեջ նախապես ես կարող եք յուղաթուղթ դնել, կարող եք սիլիկոնե կոբիկներ դնել, ինչպես ձեզ հարմար է կամ այդ պահին ինչ ունեք ձեռքի տակ։ Այստեղ տեղափոխում ենք ջեմը, ցանկացած ջեմ, մուրաբա, որը դուք ցանկանում եք, միգուցե խնձոր, քերեք, դարչինով եւ շաքարավազով։ Ինչ կցանկանաք, այն էլ լցրեք։ Իդեպ քանակը դուք կարող եք ընտրել, քանի որ միգուցե ուզում եք միջուկը քիչ լինի կամ եթե շատ, ապա ավելի առատ արեք։ Իսկ եթե ուզում եք միջուկը ավելի քիչ լինի, կարող եք ավելի քիչ լցնել։ Այնուհետև հավասարաչափ տարածելու ենք։ Մեր ստացված զանգվածը տեղափոխելու ենք գազի վրա, սա շատ լավ տարբերակ է, եթե առկա չէ ջեռոց։ Ահա, պատրաստ է։ Տաք վիճակում շուռ ենք տալիս, այնուհետև հենց տաք վիճակում փաթաթում ենք ռուլետ։ Այսպես, եւ թողնելու ենք սառչի։ Ահա սիրելիներս, մեր շատ փափուկ, տեսեք, ռուլետը կակաոյի համով պատրաստ է։ Այն կարող եք զարդարել կրեմով կամ շաքարի փոշիով, ինչպես ձեզ հաճելի կլինի կամ ինչպես դուք սիրում եք։ Ձեզ լավ օր եմ մաղթում, փորձեք ինքներդ, կիսվեք ձեր ընկերների հետ, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել դիմարիքին, որպեսզի չկորցնեք այս համեղ բաղադրատոմսերը։ Ձեզ լավ օր։